Բարեձեզ հորիզոնը սկսում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով, իսկ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։ Աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Մեհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին եւ այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։ Կայացել է կրթվել է նորաձև է շարժման 36-րդ հանդիպումը, որի ներկային եղել շուրջ 300 մասնակիցներ, այն փոքր-ինչ տարբերվել է ձևաչափով նախորդներից։ Մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Կրթվել է նորաձև է շարժման 36-րդ հանդիպումն է արժեքների, մեր ինքնության եւ իրական Հայաստանի մասին։ Միջոցառումը վարում է Հայաստանի վարչապետի տիկին Իմ Քայլ հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Սա մեր 36-րդ հանդիպումն է, մինչ այսօր շարժմանը տարբեր ֆորմատներով հիմնականում բանախոսություններ լսելով մասնակից է եղել 6918 մարդ եւ Հայաստանի 18 համայնքներում արդեն ունեցել ենք հանդիպումներ։ Հանդիպումների բոլոր այն մասնակիցները, ովքեր հավանում են բանախոսությունները, կիսում դրանցում արտահայտված գաղափարները կարող են լրացնել համապատասխան ձևաթուղթ, միանալ շարժմանը եւ ապահովել նաեւ հետադարձ կապ։ Շուրջ 8000 մարդ դեռ մինչ այս հանդիպումն էր լրացրել այդ ձևաթուղթը։ Իսկ այս հանդիպմանը բանախոսները 3-ն էին։ Շարքը բացեց Լուսինե Երեմյանը։ Նա կիսվեց իրենց անցած ճանապարհով, ինչպես է հնարավոր եղել սկսել զրոյական կետից, հետո ոչ միայն կայացնել բիզնես, այլև կրել ու տարածել իրական արժեքներ։ Մի ներքին համոզմունք կար, որ այո, մեր երկրում հնարավոր է խիզախել, ստեղծել, աշխատել, ստեղծել արժեքներ, բարձրանալ եւ ամենակարևորը բարձրացնել։ Ներկաներից շատերի համար բացահայտում էր երկրորդ բանախոսի Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ներկայացրած այն հսկայական աշխատանքը, որ տարվում է մատենադարանում։ Նրա ելույթը վերածվեց ինքնության ընկալման ճիշտ ձևավորման եւ դրա կարեւորության վերարժևորման ուղերձի։ Այսպիսի մի համոզմունք ունի բանախոսը. մենք կանք այն, ինչ ինքներս մեր մասին մտածում ենք, իսկ պայմանները այնքան էլ բարենպաստ չեն, որպեսզի մենք մեր մասին լավ մտածենք։ Այստեղ շատ լեգիտիմ մի հարց կարող է ծագել սովորական քաղաքացու յուրաքանչյուրիս մեջ, իսկ մենք առհասարակ, եթե այսքան վատն ենք, գոյության իրավունք համենայն դեպս քաղաքակիրթ ժողովուրդների մեծ ընտանիքում ունենք, թե չունենք։ Եվ հենց այս հարցը ծագում է, ես խնդրում եմ կանգ առնել մեծ Սուրբ Մաշտոցի անվան պողոտայի վրա, դառնալ դեպի մատենադարան, նայել այդ հոյակերտ կառույցին, որի բովանդակությունը ավելի հոյակերտ է, որովհետև մատենադարանը մեր ազգի, մեր նախնիների աշխարհի հանդեպ բաց լինելու, աշխարհը անկաշկանդ յուրացնելու, աշխարհի առաջավոր միտքը թարգմանելու եւ քաղաքակրթության խորհրդանիշ է ու անձնագիր է։ Մատենադարանը պետք է դառնա մեր բոլորի մշակութային պահանջմունքը պարտադիր այցելության վայրը, շարունակեց բանախոսն ու ներկայացրեց մատենադարանի արդի աշխատանքները, նորարար ինտերակտիվ ծրագրերից մինչև դպրոցականների համար մշակված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Այս աղմուկի, այս տեղեկատվական աղբակույտի մեջ մենք ուղղակի, ինչ ասեմ, ոտնահարում ենք ամեն ինչ։ Ինչպես չխոսել
այն մարդկանց մասին, որոնք պետականություն չունենալով, պատմության այսպես հորձապտույտն ընկած պայմաններում ուղղակի սխրագործություններ են իրականացրել։ Գծել են այն քաղաքակրթական քարտեզը, որով մենք մինչև այսօր մեզ համարում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս։ Հերթական հանդիպման բանախոսությունների շարքը եզրափակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը սկսեց այն համոզմունքով, որ մտքի զարգացումը ամենակարևորն է ցանկացած հասարակության եւ իրականության մեջ։ Իսկ միտքը իմ ընկալմամբ զարգանում է մտքի հետ հաղորդակցության ընթացքում եւ նաեւ կարծում եմ, որ այս հարթակը հենց մտքի զարգացման հարթակ է եւ նաեւ մեր բանախոսները մեզ օգնում են, որպեսզի մենք մեր միտքը զարգացնենք եւ համեն դեպս երկու բանախոսությունում էլ կային շատ կարևոր դիտարկումներ, որոնք իմ միտքը խթանեցին։ Շարունակեց խոսքը վարչապետը գաղափարական ուղերձներ պարունակող իրական Հայաստան բանախոսությամբ, որը հայրենիքի եւ պետության մասին մեր իրարամերժ ընկալումների, մեր ու մեր պետության հարաբերությունների մասին էր։ Բանախոսների ելույթներից մասնակիցները տպավորված էին։ Անկեղծ տպավորված եմ, որովհետև շատ հարցերին սկսեցի ուրիշ ձև նայել, ծանոթացա շատ նախաձեռնությունների, որոնց մասին թերևս տեղյակ չէի եւ ոչ մի տեղերով չի լուսաբանվել, որ իմանամ, այսպես ավելի հետաքրքիր էր այդ ամեն ինչի մասին լսելը։ Մատենադրանի բանախոսությունը իմ համար շատ մեծ բացահայտում էր։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում։ Ինձ իմ ընկերն է հրավիրել, ով արդեն տևական ժամանակ է ինչ Հայաստանում է ապրում։ Ես Ամերիկայի Միացյալ Նահանգներից եմ եւ իմ ամուսինը հայ է եւ հայերը իմ սրտին շատ մոտ մարդիկ են։ Աշխատում եմ Cisco-ում, աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկում, որը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր նպատակը ավելի ընդգրկուն ապագա ապահովելն է բոլորի համար, եւ ես այսօր շատ նմանություններ գտա ԱԺԿ-հեն այդ գաղափարախոսության եւ այսօրվա երկու բանախոսությունների միջև։ Ինձ դուր եկավ, որ դրանք իրական արժեքների ու մարդու մասին էին։ Ծանոթներից մեկն էր ասել այս հնարավորության մասին եւ շատ ուրախ եմ, որ ճիշտ ասած չհավատացի, որ այսպիսի առիթ կլինի եւ գրանցվելն էլ շատ հեշտ էր։ Ես էլ իմ ընկերուհուն ասեցի, որ միասին այցելեինք եւ իհարկե կրթության նորաձև դարձնելը ինձ թվում է ամենակարևոր քայլերից մեկն է, որ մենք կարող ենք անել, որպեսզի որպես ազգ ավելի գնանք դեպի առաջընթաց։ Միջոցառման վերջում տեղի ունեցավ ավանդական հարց ու պատասխանն ու մտքերի փոխանակումը, մասնակիցները իրենց ուզող հարցերն ուղղեցին բանախոսներին։ Ինչպիսին է Հայաստանի Հանրապետության կառավարության կրթական ռազմավարության նպատակը, այսինքն մենք ցանկանում ենք ունենալ հարմարվող աշխատունակ քաղաքացիներ, թե մտածող քաղաքացիներ։ Եթե մենք հարմարվող քաղաքացու անհրաժեշտություն ունենայինք, ժողովրդավարությունը մեր ինչին էր պետք։ Իհարկե ստեղծագործ, ստեղծող, աշխատող ինքը իր բարեկեցությունը եւ այդպիսով իր բարեկեցության միջոցով երկրի բարեկեցությունը ստեղծող քաղաքացին է մեզ հետաքրքիր։ Ես ուզում եմ նաև հորդորել երիտասարդներին, որտեղ ռազմավարությունը մի բան է, պետությունը մի բան է, բիզնես, երիտասարդներն էլ պետք է լինեն շատ նախաձեռնողական, պետք է իրենք փորձեն պրպտել, գտնել, բացել դռները։ Կրթությունը միայն գիտելիք չի, կրթությունը նաև զգացմունք է։ Կրթությունը միայն իմացություն չէ, կրթությունը նաև ժամանց է։ Եվ այս ամենը պիտի համադրեն ու ինչքան ավելի գրավիչ ու կենթանի լինի գիտելիքի ստացման ընթացքը, ինչքան ավելի խաղային ու խաղարկային լինի, այնքան ավելի հեշտ կյուրացնեն գիտելիքը։ Բարձրաձայնվեցին թեմաներ կապված նաև բնապահպանական խնդիրների, ժողովրդավարական արժեքների պահպանման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դերի մասին։ Հերթական հանդիպումը կրկին ապացուցեց, որ կրթվել է նորաձև է շարժումը, միավորող ուժ ունի։ Այն միավորում է տարբեր մասնագիտության, հայացքների եւ փորձառության մարդկանց, որոնց համար կարևոր են կրթության, ինքնազարգացման եւ գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարները։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Բաքվում հրատարակվել է ֆոտոալբոմ, որը ներկայացնում է Հայաստանի բոլոր այն նախկինում ադրբեջանական գյուղերը, ուր Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել ադրբեջանցիներին։ Գրքի հրատարակիչները պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվել Հայաստան գործուղել լուսանկարիչներին հայերին վարկաբեկող ֆոտոփաստեր հավաքելու նպատակով։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։
Գիրքը խոսուն անուն ունի քարեր ժողովելու ժամանակն է, անգլերենով է հրատարակվել եւ ինչպես հրատարակիչներն են պարզաբանել, ծառայելու է օտարերկրյա փորձագետներին եւ դիվանագետների համար է նախատեսված։ Գրքի գլխավոր հրատարակիչ Մուսա Մերջանլին պարզաբանել է, որ կես տարվա ընթացքում մի քանի խումբ լուսանկարիչներ են գործուղվել Հայաստան հայերին վարկաբեկող այդ ֆոտոնյութերը հավաքելու համար։ Եվ քանի որ գիտակցում են, որ ադրբեջանցի լրագրողներին ավելի դժվար կլիներ, օտարերկրացի լուսանկարիչների են վարձել, ովքեր բնական է գիտակցել են, թե ինչ նպատակով են օգտագործվելու իրենց արած լուսանկարները։ Այսինքն քրեական հանցագործություն է տեղի ունեցել, քանի որ այդ նյութերը օգտագործվում են ազգային թշնամանք հրահարելու նպատակով։ Եվ ինչն է հետաքրքիր, գրքի հրատարակիչը խոստովանում է, որ խնդիրների հետ բախվել են այդ օտարերկրացի լուսանկարիչները, բայց խոչընդոտողները եղել են ոչ թե Հայաստանի հատուկ ծառայության աշխատակիցները, այլ այդ գյուղերի շարքային բնակիչները, որոնք նկատում էին, որ տարօրինակ եւ վտանգավոր բան է տեղի ունենում եւ խանգարում էին իրենց լուսանկարել։ Մասնավորապես Եզդի բնակչության ներկայացուցիչները գիտակցում էին, որ այդ լուսանկարները հայերի դեմ են օգտագործվելու եւ արգելել են լուսանկարել։ Թե արդյոք Հայաստանի հակահետախուզական ծառայությունները տեղյակ են եղել այդ առաքելության մասին, որևէ բան հայտնի չէ։ Իրականում իհարկե դժվար է խոչընդոտել, երբ օտարերկրացիներ են, ովքեր ներկայանում են որպես զբոսաշրջիկներ եւ ընդհանրապես լուսանկարում են իրենց հիշատակի համար։ Այնուամենայնիվ կարծում եմ այս ամենի մասին խոսելը պետք է, անհրաժեշտ է, քանի որ սա առանձին բացառիկ դեպք չէ եւ բավական հաճախ է նման բաներ տեղի ունենում։ Այսպես ասած, Արևմտյան Ադրբեջան վերադարձի քարոզը կարծես ակտիվացել է այս վերջին շրջանում։ Այո, ես էլ ունեմ այդպիսի տպավորություն, մասնավորապես ակտիվացել է այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած կոնֆերանսի ժամանակ դիմել էր Հայաստանի իշխանություններին, կոչ անելով առարկայական բանակցություններ սկսել Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ եւ քննարկել, թե կոնկրետ երբ է սկսվելու նրանց վերադարձը եւ ինչ կարգավիճակ պետք է ունենան ադրբեջանցիները Արևմտյան Ադրբեջանում, ինչպես ինքն է անվանել։ Դրանից հետո Ադրբեջանի մահմեդականների վարչությունում հայտարարեցին, որ ձևավորել են Երևանի Ղազիաթ, խոսքը այդ մահմեդական կրոնական այդ կառույցի ղեկավարի մասին է, հայտարարեցին, որ այդ Երևանի Ղազի ընտրված հոգևորականը պետք է ներկայացնի Արևմտյան Ադրբեջանի համայնքը իսլամական կոնֆերանս կազմակերպությունում որպես դիտորդ։ Թարմ փաստ ամսի 2-ին Վիեննայում ԵԱՀԿ-ի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչ Ահմեդ Շախիդովը հայտարարել էր, որ կամ ադրբեջանցիներին հնարավորություն կտրվի վերադառնալու Հայաստան, կամ կլինի նոր պատերազմ, որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կզրկվի իր սուվերենությունից, իսկ ադրբեջանցի զինվորականները Երևանում թուրքական թեյ կխմեն։ Արդյոք նաև վիճակագրական տվյալների մանիպուլյացիաներ են անում։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարի մամլոխոսնակ Այհան Հաջիզադեն абսուրդի հասնող հայտարարություններ արել, հայտարարելով, թե իբր Հայաստանում ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում։ Երբեք նման բան իհարկե չի եղել, իսկ 89 թվականի մարտահամարի համաձայն, դա պաշտոնական տեղեկություններ են, Հայաստանում ապրում էր 84860 ադրբեջանցի։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում Ադրբեջանում ապրում էր 245,000 հայ, իսկ եթե դրան գումարենք նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունում, ապա կստացվի ավելի քան 390,000 հայ։ Այս արդեն իրական վիճակագրություն է։ Շնորհակալություն Արծիվ։ Քիչ առաջ հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որը ըստ այդմ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջանգիրյանը ծնված 2007 թվականի հունիսի 27-ին եւ Անդրեյ Արմենի Գյագունցը ծնված 2008 թվականի հունվարի 13-ին 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուզ
գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։